Տրիպը մեծ հավանականությամբ կմահանա անմիջապես Տրամփից հետո։ Դրան պետք է պատրաստ լինել։ Տրիպի մասին է խոսքը։ Այն կիսահաղորդիչներ բան է ուրիշ թեմա։ Տրամփը փորձում է Հայաստանի եղած ռեսուրսը փոքր է, բայց ինչ կա, ուրիշ տեղ իրեն չեն թողում, տանի դնի իր ընտանիքի տակ երևի, չգիտեմ։ Որովհետև չկա այդ փաստաթղթերի մեջ, որոնք որ բան են, որովհետև ամերիկյան պետական աջակցություն կամ պետական մասնակցություն։ Գոյություն ունի մասնավոր ընկերություններ։ Մենք գիտենք, որ կան մասնավոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են մեզ մոտ բարձր տեխնոլոգիաներով, բան իրանք ծրագրավորման ընկերություններ, ժամանակ առ ժամանակ խոսքը վերադառնում Amazon-ին, որ AWS-ն ուզում բերի դնի։ Չէ՞, sense բաներ, Հայաստանը հետաքրքիր է դառնում։ Էներգետիկան, որ ասենք, չգիտեմ, միջուկային կայան պետք է դնենք մոդուլային ռեակտորներ եւ այլն, բայց ասենք արանքում ինչ է, մի հատ երկիր է, որի ղեկավարությունը իրանից շատ շնորհակալ է երևի, հələ որ, ეხի չէ որ։ Ընդհանուր առմամբ Տրամփի ընտանիքից պետք է շատ հեռու խաղալ։ Այդ տարբեր Վիտկոֆներից, Կուշներներից, Բարոններից, բաներից է Տրամփի ընտանիքը դա ահավոր տոքսիկ մի բան է։ Տեսեք, Տրիպի տնտեսական հիմնավորումը գոյություն չունի։ Զրո է դրա տնտեսական արժեքը։ Զրո։ Եթե ոչ մինուս։ Իրականում մինուս, որովհետև ահռելի մեծ ներդրումներ պետք է արվեն, որ ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Տրիպը, ջհանդամ է Տրիպը, ասենք, բան, եթե մեր պաշտպանական դիրքերը կարողանանք մենք նորմալ սարերում կառուցենք, դա թքած դրա վրա։ Այլ նաև որպեսզի այդ Տրիպին ինչ որ բան բերես մոտիկ։ Ահռելի ներդրումներ են պետք, որոնք որևէ կերպ չեն արդարանում։ Ուղղակի չեն արդարանում։ Չկա տենց բան, նայում ենք աղբեր իմը նայում ենք էլի տեսնում ենք ինչ կարա բան անի, օրինակ չգիտեմ, ասում են Կասպից ծովում կա բան, Շարդենիզում կա գազ, որը Ադրբեջանը գնահատել է 1.7 տրիլիոն խորանարդ մետր։ Որևէ փաստաթղթային ապացույց, որևէ իրան հարգող ինստիտուտից չկա։ Բայց նույնիսկ լավ։ Գիտեք ինչքան է տևում այդ գազային նմանատիպ հանքերի աշխատելու։ 10-ից 12 տարի, ինչ Տրամփ, ինչ Տրիպ։ Ինչի ենք հիմա ինչ-որ տեղ տալի ադրբեջանցին, որ կարող է 10 տարի հետո ընդեղից գազ անել։ Ապրանքաշրջանառությունը, ասենք, լավ, օքեյ, Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հասկացանք։ Օքեյ, ընդունեցինք, որ կարող է 10 ֆուր գնա գա, 10 ֆուրը 200 տոննա է։ 20,000, 30,000 մարդու դրանց ավելի չէ, մեկը չեք թողելու զենքը գնա գա։ 20,000 մարդ ապրում քաղաքացիական, որոնք հիմա առանց այդ Ադրբեջան գնալ գալու հանգիստ ապրում են։ Ինչ մի, որտեղ է այդ ֆինանսավորումը։ Չէ, ֆինանսի հիմնավորումը որտեղ է, ինձ ասեք ես ասեմ։ Դա Տրիպի թեման դուք նայեցիք, ես եվրոպացիների թեման էի։ Դուք եվրոպացիքն են հաշվում, որ մեջ փողը կմտնեն։ Բան չի, ասենք փող կա, ու չեմ, իրանք ուրիշ հաշվարկ ունեն, իրանք հաշվարկը էդի Եվրամիություն, Հնդկաստանն է, իդեպ որտեղ որ հիմա ակտիվորեն սկսում են աշխատել, ասեմ, ուղղակի մերոնց որ հասկանան, հա, Volkswagen-ը, Renault-ն, բանը, բոլորը Հնդկաստանում դնում են գործարաններ, խորը արտադրությունը, այդ թվում ամերիկյան ընկերություններ, Chevrolet-ն բանը, General Motors-ը եւ General Motors-ը իր Chevrolet-ով բանով գալիս մտնում է։ Այսինքն, ստեղ Հնդկաստան կա։ 1.4 տրիլիոն եվրո կա պիկի վրա, ասենք 10 միլիարդի համար, թաթախվել, ստորագրվել, մտնել Տրամփը ըստ խասյաթի կփաթի սաղ կթողի եվրոպացիքի վրա, ոնց որ Ուկրաինայում արեց, ինքը գրաղը կքաշվի, իսկ սենց նաև Հայաստանի իշխանություններին մի թեթև տենց կարգի են հրավիրում, ասում են լավ տղեկ, այդ որ ինչների վրա եք հույսը դրե, այդ փաստաթղթերի տակը հիշում եք, չէ՞ ստեղ կարդում էինք, այն վերջի կետով գրած է, ոչ մի նշանակություն չունի, ինչ որ ասել եմ, սաղ սուտ է, լեզուս կծել եմ, մատերս խաչ եմ արել, հնձի փող կտակ, դուք ինչ ուզում եք արեք, հետո որ շատ մեծ պրոբլեմ լինի կզանգես, կարող է բարեաճեմ պատասխանեմ, եթե գոլֆ խաղալուց չլնեմ։ Ասենք պարզ է, չէ՞ որ եվրոպացին չի խառնվի դրա մեջ։ Այնտեղ ուրիշ հարցեր կան, դե կա կիսահաղորդիչ բան է, այնտեղ ավանդաբար ասենք, չգիտեմ, ամերիկացի ուժեր են,
կա էներգետիկա, որը էլի, բայց ես վստահ չեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպից հետո մանավանդ այս կոնգրեսի թեմաներից հետո որ սենց ա լինում, որ կարա գնա հիմա հակամարտություն կոնգրեսի եւ նախագահի միջև ընտրությունները։ Դա ավտոմատ կարող է բերի, որ կոնգրեսը եւ սենատը անցնեն, այսինքն ներքին պալատը եւ սենատը միասին անցեն դեմոկրատներին եւ նախագահան մնա մենակ մինուճար։ Եվ ասենք, չգիտեմ, Տրամպի անունը լսելուց բան անեն, վատ բաներ անեն, պատերին վատ բաներ գրեն, ու այդ պարագայում ինչ անելու Նիկոլ Փաշինյանը, գնա ասի, ես եկել եմ Տրամպի ճանապարհի համար փող ուզեմ, տենց մի թքեք վրես, կհասցնի ասի, կարող գցեն ոտերի տակ, որովհետև Բայդենի ադմինիստրացիայի ժողովուրդը կանգնեց ասեց այդ ինչ որ դուք անում եք հիմա Տրամպի հետ Հայաստանի անվտանգության հետ ոչ մի կապ չունի ու ճիշտ են ասում սա կապ ունի ինչ որ տնտեսական զարգացման հետ ինչ որ հնարավոր պոտենցիալ որտեղ դա կիսահաղորդիչներն են դա էներգետիկան է որը որ պետք է գա վերի լծվի բան հարց էս կա բայց դե լրիվ տրամաբանորեն բլինկենի բանը ասպտեք մենք ձեր անկախության եւ անվտանգության հարցը ենք փորձում լուծենք այդ կա ու կա ասենք դուք ոչ մի տեղ չեք կորում դուք հայ եք ձեր IQ-ն գիտենք ինչքան է ու խնդրեմ չունեք կգանք կանենք բայց փորձենք հասկանանք ինչ է կատարվում սահմանները ձեր հասկանանք ոնց ենք պահում ոնց ենք անում որ ձեր վրա չհարցակվեն այսինքն խնդրեմը որն է Տրամպին գնում ես թուղթ ես ստորագրում ոչինչ չես ինչեմ ջղայնանում նստած ես կաբինետում լավ ջհանդամը այդ ոնց որ շոպլիկություն ես անում Պուտինին դիսես բաներ ես անում նույն ձև Տրամպին աներ ասիր աղբոր պես այն բեղավոր անասունին ասա թող ես թուղթը ստորագրի թող տարածքից դուրս գա թե չեմ անում Տղա ջան գնաց է հասել ես լավ ջհանդամը տենում ես սխմում են իշխություն են դեն տալի որ դու ստորագրես հեմի ձև արա ականջին պսպսա հենց նոր մատով քեզ ֆակտ ցույց տվեց այն բեղավորը Դուք օրինակ կանեիք միանշանակ Մելանիային ծաղիկ կտանեի ամենաառաջի հերթին նվազագույնը հա Որտեւ են հարց լուծողը նրա մոտիկ ընկերուհիներ ուկրաինացի է գնում ես այդ ուկրաինացի աղջիկին ծաղիկ ես տանում ուկրաինացին ինչի է բերել հասցել ինչի է թույլ տվել կամ Դե գիտեք ինչ կա հասնի սրան գործում դե գործակալ փող էր հիմա մոտիկ ընկեր ինչքան է մոտիկ ուզում ես ընկերության դրուժբե տավաչոկ վռոզ ով է շահում այս ամբողջ պատմության Պուտինը պատերազմի Տրամպի ընտանիքը իրանք փող են աշխատում սրա վրա իրանք արյան վրա փող են աշխատում եւ ցավոք սրտի այս տրիպը որ կա դա էլ է դրան վերածվելու իրանք չեն հասկանում ինչին է վերածվելու փող աշխատելուն բայց շատ կոնկրետ մարդկանց Ոչ Հայաստանի Բացառվում է, չէ՞ մենք ունենք ընդամենը 40 կիլոմետր տեղ, որը որ պատրաստվում ենք ինչ-որ կերպ բան անել։ Ինչքան փող էլ տան, էդի կոպեկներ։ Okay, եթե մենք կարողանանք Մեղրիից Երասխով դեպի Գյումրի հանենք, բայց այդ նշանակում է, որ մենք ամբողջ երկաթգիծը պետք է խաղից հանենք։ Դա 28 թիվ է։ 28 թիվ, կրկնում եմ 28, 2-8 Էդի 24 թվից հետո 4 տարի հետո է։ Այսինքն 28 թվին մենք նոր կարողանանք երկաթգիծը հետ ստանանք։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Տրամփ չի լինելու, ուղղակի չի լինելու։ Փաշինյան լինելու Ախր Աստվածտա Փաշինյանը 300 տարի ապրի, որ ամոթից գետինը մտնի ամեն անգամ, որ տրիպը չաշխատի։ Բայց դա խնդիրը նրանում չի, Տրամփ չի լինելու։ Այսինքն այդ երկաթգիծը որ չաշխատեց ադրբեջանցիք որ խապեցին, ադրբեջանցիք որ ասին, «Բայց վինից тут не получилось», да, вот это Յանի ինչ է սանը։ Տարբերակ տրիպ չի լինելու ասում եք, վերջին հարցն է, տարբերակ տրիպը լինելու է, բայց լինելու է Պուտինի առաջի տառաս։ Հա, այդ մոմենտով։ Տրիպ։ Չէ, չի լինելու։ Ռուսաստան չի լինելու մինչև այդ հզորության, որ կարողանա իր սահմաններից դուրս նմանատիպ օպերացիաներ իրականացնել։ Որովհետև դա մենակ բանը չի, դա ամենակ այդ կտորը չի։ Այդ ապրանքաշրջանառությունը դու պետքա ճնշես, որ այդտեղով անցնի։ Բայց փող չկա։ Հասկանում եք Պուտինը այդքան փող չունի, 100 միլիարդ ընդեղ են սարացրել, հաստատել են, որ 50 միլիարդ յուկոսի բաներով պետք է տա, ձև չունի։ 320 միլիարդ սարեցված է եվրոպական բանով։ Աստված գիտի ինչքան է փող սարեցված այնտեղ։
ամբողջ տանկերների նավատորմը պատժամիջոցների տակ է։ Դե գնացեք ու հասկացեք, այդ փող չկա, իրոք չկա է։ Անենց չի որ բան ենք ձև ենք թափում։ Սա բոլոր մարզերը բանով են, դեֆիցիտով են։ Ինքը պետական դեֆիցիտով է, ինֆլյացիան է, բանն արավ։ Չէ, ես հասկանում եմ, որ ինքը կարող է այդ ախորժակը ունենա։ Բայց դե տենց հո չի, ասենք ախորժակը մի բան է, բայց կոնկրետ են, պույպույ մկնիկի պես մտնելու է բանի մեջ։ Իրականում գործընթացները լավ են գնալու։ Քաոս է, թե հասկացվում է այնուամենայնիվ։ Ում համար։ Ձեզ համար, դուք Իմ համար չէ։ Ինչը չէ։ Իմ համար քաոս չի։ Իմ համար դե մասնագիտական բան է։ Գծերը տեսնում եք։ Հա, մասնագիտական բան է, տեսեք, շատ հաճախ դուք որ ամբողջի մեջ եք, օրինակ մեծ համերգական ֆուտբոլ է, բայց հələ չի սկսել։ Դուք տեսնում եք, որ մարդիկ ինչ-որ սենց աչից ձախ են վազում մեծ, իրար բրբրտելով, գոռալով, ծիծաղալով, բանալով, այնտեղ կռիվ են անում, այնտեղ երեխա է լացում, այնտեղ մեկը արդեն հարբած է, ռևերս է անում, այնտեղ մեկը գարեջուրը պահած թափվում է, քֆուրա տալի գոռգռոցում, ու ձեզ թվում է, որ այդ քաոս է։ Բայց դուք գիտեք, որ այս ամբողջ, դուք գիտեք, որ այս ամբողջ բանը, ամբողը իրականում շարժվում է այս կետից դեպի մրցադաշտ։ Տրաֆիկ այսինքն։ Հա, բայց ինքը քանի որ չի սկսե պանիկա չկա, որ բոլորը վազեն ու փառք Աստծո որ պանիկա չկա։ Ինքը ոնց որ ամեն բրոունյան շարժման նման բան է, բայց ընդհանուր գիծը ընդեղ է։ Ու դու ոչ մի բան դրա հետ չես կարող անես։ Եթե դուք ես ինչ եմ ասում, դուք մեջտեղն եք այդ process-ի։ Դուք ոչինչ չեք կարող։ Ոտի տակ ես ընկնում։ Այ որ փորձես ուրիշ բան անես, ոտի տակ կընկնես, բայց քանի որ դա համերգական ֆուտբոլային բան է, վերևից նայում են դրոնա կախած ոստիկանություն կա, շտապ օգնության բժիշկներ կան, այսինքն որ տեսնան որ քեզ գցեցին ոտի տակ ու որովդ գնում են, կգան կհանեն, դեղ կտան, արախ չեն, դա կարող է ուտելու բան տան, եթե ուշքդ գնացել է, բայց ամենը չեն թող, այդ եմ ասում, որ դու ոչինչ չես կարող անել դրա հետ։ Կառավարվող քաոսա, թե հետևվող քաոս։ Կարգավորվող է, բայց ինքն է կարգավորվող է եւ դա ավելի շուտ կներեք արտահայտությունից համար ֆիզիկ ընկերներից թողինցներ են, այս բանից է, կվանտային ֆիզիկայից է մի քիչ, ոչ թե բաներն ու մեխանիկայից։ Այսինքն այդ process-ը, այդ որ դու ստեղից գնում ես այնտեղ, այդ այլ բանով է կարգանում, գրավիտացիոն ուժերի տակ ես գնում, բան չունես անում, չես կարող, դու հա ասենք կարող։ Հիմա տեսեք, մենք նստած ենք, չէ՞, խնդալու բան, բայց մենք շարժում ենք 30 կմ/վ արագությամբ։ Ընդ որում կարող է գլխի վայր ենք։ Հնարավոր է, ոչ մեկ չգիտի գլխի վարևորն է իներցիոն համակարգը, այդ նայած ում համար ում համեմատ ես գլխի, հա Ավստրալիայից մեկի համար դու հիմա գլխի վայր նստած ես կայֆոտ ես։ Էդ է հարցը։ Այսինքն մենք շարունակենք լայնա պետք նայել։ Չվախենալու թեման է դա, որտեղ մի վախեցեք, ամեն ինչ արդեն եղել է։